Ես Բերդից եմ, Շամշադինի Բերդ քաղաքից, շտապեմ շուտ ներկայացնել Բերդի ինչա, չլինի սխալ հասկանանք, բոլոր տեղերը արագ ասում ենք, որ Բերդը դա քաղաքն է Շամշադինի։ Ուրեմն ընդդեմ եկեղեցուն ծառայություն եմ անում եւ աշխատանքի ժամանակ, չգիտեմ, եւ ծանրաբեռնվածություններ, չգիտեմ, օգնածությունից էր ինչ էր, գիտակցությունս գնաց եւ վերեցին ընդեղից Երևան, տեղափոխեցին Երևան շտապօգնությունով, ես չեմ էլ լսել, որովհետև ինձ նարկոտիկ էր ներարկել, այդ ժամանակ մտածելով, որ ինսուլտ է, եւ եկա Երևան, վերեցին ավելի ճիշտ Երևան, այնտեղ գիտակցությունս եկավ տեղս, եւ հիշում եմ առաջի անգամ, երբ որ յամերի մեջ էի, այդ յամերը, թե MRD-ի այդ ապարատի մեջ էի, հենց գիտակցությունս տեղս եկավ, մի անգամից ես լսեցի այս բառը, ռուսերեն հստակ, Սուրբ Հոգին իմ մեջ ասեց, «Բլագադարի, նեբեսա с тобой». Այդ որ ասեց, մի անգամից ես այդ բաներից ազատվեցի, անջատվեցի այդ ստրեսներից, այդ վախերից, այս որտեղ եմ, ես ինչ եմ, դու մի ասի դե նարկոտիկ ես սրսկել ու գիտակցություն չկա, ես էլ վեր եմ կացել մի հատ բանի մեջ եմ, թունելի մեջ եմ, յամերի մեջ եմ, այդ MRD-ի։ Եվ մի տեսակ հավատք եկավ մեջս, այդ վախերը գնաց, այդ բառից։ Ու երբ որ ուրեմն կամաց լավացավ տենց որոշ բաներ, մեկ է զանգեց նորիկ եղբայրը, մեր Կալինինոյի, գիտեք, ճանաչում եք, այս հեռախոսը փոխանցեցին, թե ոնց որ մեկը մեկի հետևից տենց Աստծու կողմից մխիթարություն էր։ Եվ նորիկ եղբայրը հեռախոսը փոխանցեց, մի անգամից ասեց, չվախենաս, Սուրբ Հոգին, որ քո մեջը ավելի զորավոր է, քան աշխարհինը։ Ժողովուրդ ջան, մի հատ էլի այդ ուժը, ոնց որ կա, ինչպես որ ինքը գոյություն ունի, մտավ ներսս, եւ մի հատ անեց զորացա այդ յամերի մեջ ուզում էին նստեմ։ Իմիջիալոց այդ հեռախոսներ տվել փոխանցել էին, չգիտեմ, յամերի մեջ հլա որ այդ նարկոտիկի, չգիտեմ, այդ ազդեցության տակ էի, բայց զորություն կար, Սուրբ Հոգին խոսում էր այդպես։ Սուրբ Հոգով որ աղոթում եք, պարզ ռուսերեն աղոթում էր, որ ես հասկանում։ Եվ ինձ անեց մխիթարում էր, անեց բառեր էր ասում, անեց զորացում էր, որ ես կարողանամ ինքնահասկողությունս կազմակերպել։ Եվ այդպես տեղափոխվեցինք տուն, այնտեղ չգիտեմ ինչ բժիշկները ախտորոշեցին, ինչ ախտորոշեցին, այստեղ ոմանք եղբայրներից գիտեն, ովքեր որ տեղյակ են այդ MRD-ի պատասխաններին։ Ուրեմն եկա տուն, այդ գիշեր տենց նորից ընկա մղձավանջի մեջ, թե չգիտեմ ինչն էր պատճառել մղձավանջի եւ հիշում եմ քանի որ Վահրամ եղբայրը ասեց, որ անպայման վկայեմ այդ պահը, փորձեմ նորից հիշել, ճիշտ է, հիշել բան չի կարծես թե, բայց որպես շինություն շատերիս համար, ուրեմն հայտնվել եմ միտեղ գիշերն է, ես տենց ոչ քնած եմ, ոչ մերկացած եմ, հայտնվել եմ միտեղ, ես հետո իմացա, որ դա ըստ երևույթին մեր մամիկոն եղբոր հետ խոսացի եկել էին տուն, յուղով օծեցին, ինքն ու Անդրանիկ եղբայրն էին, հետո խոսացինք, պարզեցինք, որ դա հենց մաման շուքի ձորն էր ըստ երևույթին, ուրեմն ամբողջ դիվական աշխարհը զորավոր աշխարհ էր, չգիտեմ այդ ինչ էր, զորավոր չէ, գովալու իմաստով չեմ ասում, մեր վրա կարող են ազդել, այդ իմաստով եմ ասում, դրանց չենք կարող ոչ մի բան անենք, ուրեմն հայտնվեցի միտեղ, որտեղ ուզում են ինձ տանջեն, ուզում են, չգիտեմ, չեն սպանում են դեղ, որ պրծնես, այնտեղ տևական տառապանք է պատճառվում քեզ, եւ այն աստիճանյա, երբ որ եղբայրներին ասեցի, այնտեղ Սասուն եղբայրներ էր, ասեցի եղբայր, մռնչունս անեցին, այդ ինչ տառապանքի մեջ գտատեսա ինձ, այդ ինչ զորավոր էր, խնդրում եմ նորից չհասկանաք սխալ, իմ նկատմամբ, իմ վրա ունեցած այդ ուժն էր զորավոր, ոչ թե նրանք զորավոր էին, ես չեմ դավանում ու չեմ մեծարում նրանց ուժը, բայց երբ որ մենակ էի, ու ես տեսում էի Տիրոջ ներկայությունը ընդեղ, բայց
ոնց որ կողքից կանգնած նայում էր, այսպես ոչ թե ինքը չէր կարողանում ինչ-որ իրավիճակ փոխել, այլ ավելի շատ սպասում էր տեսնի ինչ կանեմ ես, ոնց որ այդպես հասկանամ։ Ու հիմա սրանք փորձում են ինձ համոզել, որ ուրանամ Հիսուսին։ Տես, մենք ուժեղ ենք քեզ գցել ենք այս վիճակի մեջ։ Եվ այդպես տանջում էին։ Սասու եղբորն ասեցի, մամիկոն եղբորն ասեցի, ուրեմն մռնչումս հանեցին, էլի, ասեց հա ոչինչ տաղուկ, այն տառապանքն է, որը որ զգացել ես, որ ինչ չեն ապրում, դժոխքում։ Այդ ինչ ամբարտավան միջավայր էր, այդ ինչ ամբարտավան մթնոլորտ էր, այդ ինչ չէին ուզում, ինչ ուզում էին, ինչ ուզեին այն կարային անեն, բայց մի բան նկատել եմ, մի բան Տերը ցույց տվեց, ուրեմն դեպերից մեկը չէ, ոմանք, ուզում էին ինձ տանջեն, բայց աչքը գցած Հիսուսին, ես Հիսուսին չեմ տենում, բայց զգում եմ, իր ներկայությունը չեմ զգում, բայց գիտեմ, որ ինքը Տեր է, ինչ-որ մի ձևով գիտեմ, այդ էլ թույլ էր տվել, ոչ թե ինքը ներկա չէր, այլ թույլ էր տվել, որ ես մնամ մի պահ մենակ որոշումս հստակեցնելու համար, իմ ներսի կառույցը հստակեցնելու համար։ Ուրեմն ասեցի երկար, այդ դեպերից մեկը շատ ներողություն է արտահայտությանս համար, շատ պես ուզում է տանջի, բայց աչքը գցել է Հիսուսին, որ հանկարծ չափից ավել բան չանի։ Զգում եմ այդ, որ նա աչքը գցել է Հիսուսին, որ մի քայլ ավել չանի։ Եվ չկարողացավ, ես զգացի, որ ընդերից արգելք եղավ։ Եվ ուրեմն այդ ժամանակ իմ մեջից փորում էին այդ աշխարհում, այդ մահվան շուքի ձորի մեջ է, թե ինչ է, որ եղբայրները, լույսային տարածքի եղբայրները ներկա էին ընդեղ, նաև մնացած ավագի մամիկոն եղբայրը, Նորիկ եղբայրը, եպիսկոպոսները, Անդրանիկ եղբայրը, ուրեմն ասեցին դա հոգու մռնչյունն է, այդ մռնչյունս հանեցին, տանջում էին, բայց մի բան կարողացա ասել, մի բան, ընդեղ ես չէի կարա նրանց հաղթել, ոչ էլ աշխատում էր հետից գնա սատանա, հայտնի արտահայտությունը, որ մենք շատերս ասում ենք հետից գնա եւ այլ, ընդեղ աշխատում է մենակ մի բան, քո ներսում ինչքան կա Քրիստոս կառույցը, ուրիշ ոչ մի բան, Հիսուսը, ոչ կարաս հրամայես, ոչ կարաս խոսքով դեմ գնաս, չգիտեմ, կարաս, անում ես, չի աշխատում, նրանք ծիծաղում են, վախենում են քո ներսի Հիսուսից, ոչ թե մտքի, ոչ թե գիտես Հիսուսի մասին, այլ ինչքան ապրում քո մեջ Հիսուս, ինչքան է Տեր ու Թագավոր քո մեջ Հիսուս, եւ ինչքան է ինքը կյանք, ես մի բառ մենակ կարողացա ասեմ դա հաղթեց, ես չի կարա դրանց դեմ կենամ, ես այդ տանջանքի մեջ, որ չարչարում էին ինձ, այդ ոռնոցս անում էին, ես չգիտեմ ոնց էին չարչարում, բայց իրաց ներկայությունը իմ համար տառապանք էր, Տերը կանգնած էր, ես զգում էի, իմ մեջ ասում էի, ինչի չի օգնում ինձ, մեկ էլ մի բան սրանք փորփրեցին, իմ մեջ փորձեցին գայթակղել, իմիջայլոց ասեմ այդ դեպքից առաջ, էլի Սուրբ Հոգին ռուսերեն սաբլազնիա բառը ասեց, ես հասկանում եմ, դա գայթակղություն ասում, Տեր Աստված, այս վիճակից մեջ ինչ գայթակղություն, բայց փաստորեն պարզվում է, որ դա դիվական ուրիշ գայթակղություն էր, դա պետք է փորձվեի, եւ նրանք ես կարողացա մի բան ասել, ուրիշ բան չէի կարող ասել, ասեցի, ես չգիտեմ ինչ է կատարում իմ հետ, բայց մի բան լավ գիտեմ, կյանքը Հիսուսն է, ուրիշ բան չգիտեմ ես, կյանքը Հիսուսն է, եւ երբ որ ասեցի սա, այսինքն գիտես ոնց որ թե չասեցի էլ է, սրանք գտան իմ մեջ էդ, իմ մեջ հայտնվեց այդ ճշմարտությունը, որ կյանքը Հիսուսն է, հավատացեք, փոխվեց իրավիճակը ամբողջությամբ, սրանք լրիվ հետ գնացին,
փախան։ Սրանք լրիվ հետ գնացին եւ խաղաղություն եկավրեց։ Վեր կացա տեղից քնից եւ ասեցի Տեր, ինչքան կարեւոր է որ ոչ թե քո մասին, այլ քեզ ունենալ մեր մեջ։ Ոչ թե գաղափարով, այլ կյանքը քո իմ մեջ լինի։ Այդ կյանքն է պայքարում դիվական աշխարհի դեմ, ոչ թե քո բառերը, հրամանները, այնտեղ չի աշխատում, ծիծաղում են քո հրամանների վրա։ Հետից գնա, բան սենց չէր աշխատում, չի էլ աշխատի, այնտեղ են որ ունես ներսդ կյանք, էդ էր պայքարում, դրանից վախեցան։ Ու մի բան էլ ասեմ, այդ դևերից մեկը ուզում էր տանջեր սենց, այդ նկատեցի հոգով, ուրեմն, բայց հետաքրքիր գիտես որներ, այն շատ ներողություն արտահայտությանց համար շներ են չէ լինում, որ ուզում են մի բան անեն, բայց աչքը գցած տիրոջ վրա, որ հանկարծ չջղայնանա վրեն։ Հետաքրքիր էր, Հիսուսի վրա էր աչքը գցել, որ հանկարծ չջղայնանա իրա վրա։ Ասի Տեր, դու ես ամեն ինչի սահմանափակումը դնում, դու ես ամեն ինչին տալիս սահմաններ, չափ, որոշում, նրանք էլ քեզ ծառայում են անգամ այդ դևերը Հիսուսին ծառայում են, հավատացեք, նրանք հնազանդ են, վախենում են, սարսափում են, եւ երբ որ Տիրոջ ներկայությունը մի փոքր բացվեց, բոլորը ցրվեցին, գնացին, ես վեր եմ կացել լացով, փառաբանել եմ Տիրոջս, ասել եմ Տեր, փաստորեն ամեն օր ինձ կարան սենց անեն, ամեն օր ինձ կարան տանջեն, բայց դու ես պահում ինձ, փաստորեն ամեն օր իմ կյանքը կարան այսպես ողբի դարձնեն, բայց դու ես պահում, Տեր, քեզանից են վախենում դիվական աշխարհը, քեզանից է սարսափում չարը, այս ինչ կյանք ես տվելու, մենք չենք գնահատում ամեն օրը, հարավոտը որ բացվում արդեն ասում եմ Տեր, շնորհակալ եմ, որ նրան ձեռքը չեմ ընկել նորից, շնորհակալ եմ, որ դու ես արգելում, որ նրանք էլի ինձ չտանջեն, կարան ցանկացած ժամանակ տանջեն, սաղին տանջեն, բոլորին տանջեն, բայց ինչ լավ է, որ դու կաս, ինչ լավ է, որ դու իմ կյանքում կաս, փառք Տիրոջը, այդ ինչ հրաշք է Հիսուսը, գնահատեք ամեն օր, ամեն խաղաղություն, ամեն բարիքը գնահատեք, ուրիշնալանա, նրանից վերցրած ամեն մի վայրկյանը խաղաղ օրերի շնորհակալություն հայտնեք, ասեք Տեր, շնորհակալ եմ այսօրն էլ ես ապրեցի, ողջ եմ, առողջ եմ եւ չեմ ընկել այդ դիվական աշխարհի ձեռքը, դու ես մեր կյանքը, դու ես մեր ապահովությունն ու խաղաղությունը, Տիրոջ ես կամում,